Հրապարակ թերթը գրում է 2026 թվականի պետական բյուջեով կառավարական առանձնատների տնտեսություն ՊՕԱԿ-ի ֆինանսավորումը կազմում է 621 միլիոն 340 հազար 100 դրամ եւ վերջին տարիներին այդ գումարը շարունակաբար աճել է։ Ենթադրվում է, որ միջոցները պետք է ծախսվեն բարձրաստիճան պաշտոնատար անձանց պետական առանձնատների պահպանման, կոմունալ ծախսերի, անվտանգության եւ տեխնիկական սպասարկման համար, սակայն ըստ թերթի աղբյուրի հիմնարկը հոգում է նաեւ սննդի, կենցաղային եւ այլ կարիքների եւ նույնիսկ վարչապետի աղջիկների մատնահարդարման ծախսերը։ Աղբյուրը հրապարակին հայտնել է, որ մանիկյուր պետիկյուրի համար գնում են սրահ, իսկ հետո գումարը փոխանցվում է կառավարական ամառանոց ՊՕԱԿ-ից։ Տեղեկությունը ճշտելու համար թերթը դիմել է վարչապետի աշխատակազմին եւ գրավոր հարցում ուղարկել վարչապետի նորանշանակ խոսնակ Մելանիա Հարությունյանին, սակայն շուրջ 15 օր անց պատասխան չի ստացել։ Հրապարակը նաեւ նշում է, որ այս լրությունից կարող է ենթադրել, որ իշխանությունը չի ցանկացել ոչ հաստատել, ոչ էլ հերքել տեղեկությունը։ Հրապարակ թերթը գրում է նախորդին հակակոռուպցիոն կոմիտեում հարցաքննության ժամանակ Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել է եւ նրան տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Թերթի տեղեկություններով Քոչարյանը ցանկացել է տեղափոխվել Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ ընդամենը 10 օր առաջ նրա սիրտը ստենդավորվել էր, սակայն նախաքննական մարմինը չի բավարարել այդ ցանկությունը։ Որոշվել է նրան տեղափոխել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, քանի որ ըստ ներկայացրած պատճառաբանության այդ հիվանդանոցն ավելի մոտ է հակակոռուպցիոն կոմիտեին։ Հրապարակը նշում է, որ ավելի ողջամիտ եւ հումանիստական քայլ կլիներ Քոչարյանին տեղափոխել այն բժշկական կենտրոն, որտեղ նրան վիրահատել էին եւ որտեղ բուժող բժիշկը տիրապետում էր նրա առողջական վիճակի մանրամասներին։ Թերթի տեղեկություններով Քոչարյանի վիրահատած բժիշկը այնուամենայնիվ հրավիրվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց, որտեղ զննել է նրան եւ խորհրդատվություն անցկացրել։ Հրապարակ օրաթերթը նաեւ չի բացառում, որ հիվանդանոց տեղափոխելու հարցում որոշումը կարող էր անձամբ Նիկոլ Փաշինյանը կայացրած լինել։ Փաստ թերթը գրում է Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ունի լեգիտիմություն եւ իր իսկ ձևակերպմամբ ժողովրդից վերցրած ամեն ինչ պետք է մտնեն, քանդեն, վերցնեն ու վերադարձնեն։ Կոպեկ առ կոպեկ, հատիկ առ հատիկ։ Թերթը նշում է, որ Փաշինյանի հայտարարություններում առանցքային բառը քանդելն է, ինչը ըստ Փաստի վերջին 8 տարիների կառավարման ընթացքում դարձել է իշխանության բնորոշ գործելավոճը։ Հոդվածում որպես օրինակներ ներկայացվում են Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ նրանց հետ փոխկապակցված անձանց նկատմամբ իրականացվող գործողությունները, այդ թվում խոզարկությունները, ընկերությունների գործունեության կատվածահարումը եւ գույքի հետ կապված գործընթացները։ Փաստը գրում է, որ մեկ անձի հրահանգով բազմաթիվ ընկերությունների աշխատանքը կարող է դադարեցվել, ինչի հետևանքով վտանգվում են ոչ միայն սեփականության իրավունքները, այլև հարյուրավոր եւ հազարավոր աշխատողների սոցիալական իրավունքները։ Թերթը պնդում է, որ իշխանության այս քաղաքականության արդյունքում մարդիկ կանգնում են գործազրկության, սոցիալական խնդիրների եւ անորոշության առաջ, իսկ վերադարձնելու մասին հայտարարությունները չեն հիմնավորում թե կոնկրետ ինչ եւ ում է վերադարձվելու։ Հրապարակ թերթը գրում է նախկին ոստիկանապետ Վահե Ղազարյանը չի հրաժարվել պետական համակարգ վերադառնալու մտքից եւ այժմ ըստ աղբյուրի ցանկանում է պաշտպանության նախարար դառնալ։ Թերթը հիշեցնում է, որ Տավուշում եղբոր անունով սեփականացված հողատարածքում նա հանգստյան գոտի է կառուցում, իսկ Դիլիջան ազգային պարկի տարածքից տրամադրված հողամասի վերաբերյալ դատախազությունը համայնքապետարանին գրություն էր ուղարկել դատարան դիմելու եւ համայնքին հողը հետ վերադարձնելու համար։ Հրապարակը գրում է, որ պաշտոնատվությունից հետո Ղազարյանը չի քննադատել իշխանությանը, ընտրությունների ժամանակ աշխատել է ՔՊ-ի համար եւ տարբեր առիթներով Փաշինյանին հրավիրել է ուտել խմելու։ Նախկինում Իջևանում խոսվում էր նրա ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակվելու ցանկության մասին, իսկ այժմ, երբ շրջանառվում է պաշտպանության նախարարի հրաժարականի թեման, Ղազարյանը ըստ թերթի աղբյուրի սկսել է աշխատել այդ պաշտոնի ուղղությամբ։ Աղբյուրի խոսքով նա փորձում է Փաշինյանի հետ բանակցել, որպեսզի պաշտպանության նախարարի պաշտոնի ընտրությունը կանգ առնի իր թեկնածության վրա։ Թերթը նաեւ գրում է, որ վերջերս նա Փաշինյանին հրավիրել էր որդու բանակի խնջույքին այդ հրահար նպատակով։ Հրապարակ թերթը գրում է ՔՊ կամ պատգամավոր Գարիկ Սարգսյանը դատի է տվել Պահեստազորի գնդապետ Միրան Մախսուդյանին մայիսի 4-ին հրապարակին տված հարցազրույցի համար։ Մախսուդյանը հարցազրույցում հայտարարել էր, որ Գարիկ Սարգսյանը պատերազմի ընթացքում արտասվել է, ասել է, որ երեխաներ ունի եւ աղաչել է իրեն մարտադաշտ չտանել։ Սարգսյանը դատարանից պահանջում է այդ հայտարարության հերքում, ինչպես նաեւ 6 միլիոն դրամ զրպարտության փոխհատուցման համար։ Մախսուդյանը սակայն պնդում է, որ պատմած միջադեպն իրականում տեղի է ունեցել եւ նշում է, որ Գարիկ Սարգսյանը չի հերքում պատերազմ չգնալու համար իրեն դիմելու փաստը, այլ հերքում է միայն ծնկի գալու կամ արտասվելու հանգամանքը։ Պահեստազորի գնդապետը նաև հայտարարել է, որ այս գործով փաստաբան չունի, իսկ առաջին դատական նիստը նշանակված է սեպտեմբերի 9-ին։ Նա նշել է, որ մյուս քրեական գործով իր փաստաբանները Հովհաննես Խուդոյանը եւ Աննա Մանթաշյանը անվճար պաշտպանում են իր շահերը եւ ինքը դեռ չգիտի, թե այս գործով իրավական օգնության համար ում կարող է դիմել։